Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք քննարկել կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքը։ Ես որպես հարակի ձեկուցող արդեն ելույթ ունեցա, բայց ինչպես ենթադրվում էր, լրացուցիչ խոսելու կարիք եղավ, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից որոշ հայտարարություններ ու թեզեր են հնչել, որոնց պետք է պատասխանել, ոչ թե ուղղակի պատասխանելու համար, այլ որպեսզի մեր հասարակության մոտ թյուր ընկալումներ ու սխալ կարծիքներ չձևավորվեն։ Ուրեմն մի հատ այսպիսի անեկդոտ կա։ Մեկը առավոտյան տանից դուրս է գալիս, վերելակով իջնում որ գնա աշխատանքի, վերելակի մեջ հանդիպում է հարևանին։ Հարևանը ասում է, լսի, ասում է, դու քո տղա ինչ ես կարում, նորմալ դաստիարակ ես, ասում է, ինչ է այդ։ Ասում է, երեկոյան եկել էր գիշերը խմած, հայհոյում էր, խուլիգանություններ անում, ասում է, եղբայր, բայց ես տղա չունեմ, ասում է, ես իմ ասածն ասացի, մնացածը դու գիտես, հիմա ձերն է։ Գալիս եք, ասում եք առաջ, բայց ու այդպես չի։ Հիմա ցավոք սրտի պարոն Խաչատրյանը, պարոն Ավետիսյանը, պարոն Մինասյանը այստեղ չեն, բայց կանդրադառնամ, բայց Տիկին Խամոյանից սկսենք, էլի հայտարարագրումից։ Ուրեմն ասացիք, որ ձեր խմբակցությունը նախաձեռնել էր հայտարարագրման համակարգի չեղարկման այդպիսի նախաձեռնությամբ եք հանդես եկել, ու մենք մերժել ենք։ Այո, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, չնայած նախագիծը Հայաստան խմբակցությանը չէր, այլ Թադևոս Ավետիսյանինն էր, եւ պարոն Ավետիսյանը միայնակ էր այդ նախագիծը պաշտպանում հանձնաժողովի նիստում։ Մեր հանձնաժողովում կա ձեր խմբակցության 3 անդամ, եւ այդտեղ կարող անգամ մեկ ձայնը որոշիչ լինել, բայց 2 հոգով էին մասնակցում, մեկ ընդհանրապես չէր խոսում։ Ամեն դեպքում ձեր իրավունքն է, ու ես ողջունում եմ, որ տենց հատուկեն լինում է, որ նախագծերով հանդես եք գալիս, բայց այստեղ մի քանի բաներ կան, էլի ասում եք, հարգելի քաղաքացիներ, ձեր տրանսֆերները հարկվելու են։ Գյուղմթերքի կամ գյուղկենդանիների վաճառքից ստացված ձեր եկամուտները հարկվելու են։ Ես ուզում եմ միանգամից ասել, չկա այդպիսի բան։ Չկա, ուղղակի չկա, որովհետև հայտարարագրման համակարգը լրացուցիչ հարկեր, հարկատեսակներ, հարկման օբյեկտներ, հարկման բազաներ չի ավելացնում։ Այս մասին մենք չենք հոգնում կրկնել։ Այսինքն այն ինչը ենթակա էր հարկման, մինչև հայտարարագրման համակարգը հիմա էլ է ենթակա հարկման, այն ինչը ենթակա չի, հիմա էլ ենթակա չի։ Իդեպ պարոն Խաչատրյանն էլ էր այս մասին խոսում, ասում էր այս համակարգը լրացուցիչ հարկեր քերելու համար է։ Ուրեմն այս նույն բանը պարոն Խաչատրյանն ասում էր 3 առաջին օրը 2022 թվականին են սղագրություններ, որ փոխանցել է ինձ, այդ նույն բանը ասում էր։ Ուրեմն աշխարհի 145 երկրներում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգ։ Մոդելները տարբեր են, բայց դա ընդունված ու նորմալ մեթոդ է, որպեսզի պետությունը քաղաքացիների եկամուտների մասին պատկերացում կազմելու ճիշտ քաղաքականություն մշակելու համար մեխանիզմ ունենա։ Եթե այդ համակարգը պիտի նպաստի նրան, որ ստվերում մնացած եկամուտները ի հայտ գան ու ինչ որ լրացուցիչ հարկեր կան բյուջեը, դա շատ լավ է։ Եթե դուք դա համարում եք հարկեր քերել, մենք դա համարում ենք ստվերից դուրս գալ։ Մի քիչ այս մասին էլի կանդրադառնամ ու ամենակարևորը Տիկին Խամոյան, որ ասում եք ձեզ դատելու են հայտարարագիր չլրացնելու համար։ Չկա նման բան։ Պարոն Վարդանյանը արդեն նշեց։ Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը, որին դուք հղում եք անում, դա վերաբերում է մեզ, պաշտոնատար անձանց եւ մեր կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերին։ Այդ գլուխն է այդպես Տիկին Խամոյան, որ ընդհանուր կարդակ կտեսնեք, եւ այդ դրույթը եղել է այն ժամանակ տարիներ առաջ, երբ ֆիզիկական անձանց հայտարարագրման մասին դեռևս խոսակցություն չկար։ Ես չգիտեմ ՊԵԿ-ից ձեզ ինչ են պատասխանել եւ ինչու, բայց ես հիմա այստեղից ասում եմ, որ դա չի վերաբերում ֆիզիկական անձանց հարկային հայտարարագրերին։ Հարկային մասերը կարգավորվում են 290 հոդվածով։ Մենք իհարկե կքննարկենք իրավաբանների հետ, եթե այդտեղ այդ տարընթերցումը վերացնելու համար լրացուցիչ ինչ-որ ճշգրտման կարիք կա, բնականաբար կանենք, բայց այն որ դա դրան չի վերաբերում, դա միանշանակ է։ Եվ ընդհանրապես հարգելի հայրենակիցներ, եթե ավելի բան նայենք այս համատեքստը, նախ
հայտարարագրման ինստիտուտի հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, ամեն ինչ արել են եւ շարունակում են անել, որպեսզի այս համակարգը դեմոնիզացնեն, այսինքն միայն վատ կողմերից ցույց տան։ Այն ամենասկզբից ասում են, որ դրանով արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցներն են հարկվելու, հետո ասում էին, որ բարեկամներին ուղարկված գումարներն էին հարկվելու, հետո սկսեցին ասել, որ պետական եկամուտների կոմիտեն մուտք ունենալու մարդկանց բանկային հաշիվներին, հիմա դատվելու մասին, հետո չգիտեմ տրանսֆերները հարկվելու մասին, իրականում հայտարարագիրը ընդհանրապես պետության հետ ինֆորմացիա նորմալ փոխանակելու ցիվիլ տարբերակ է եւ թափանցիկ աշխատող քաղաքացին հայտարարագիր լրացնելով ոչ միայն լրացուցիչ չի հարկվում, այլև հակառակը կարող է շահել սոցիալական կրեդիտների տեսքով։ Միակ բանը, որտեղ կարելի է մի թեթև քննադատել, դա այն է, որ քաղաքացու համար մի քիչ դեռևս դժվար է, այդտեղ որոշակի տեխնիկական բաներ կան, բայց դրանք ինտենսիվ լուծվում են։ Հիմա ես նախաձեռնել եմ կառավարության գործընկերների հետ համատեղ վերջնաժամկետի հետաձգման նախագիծ կա մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի կարողանան լրացնել եւ պետական եկամուտների կոմիտեն մինչև նոյեմբերի 1-ը նախ այդ հավելվածի նոր տարբերակ կներկայացնի, որը մաքսիմալ պարզ կլինի եւ ընթացքում նաեւ մեր այն քաղաքացիների համար, որոնք պիտի ապագայում հայտարարել լրացնեն, լրացուցիչ փոփոխություններ կլինեն։ Սա այս մասով դեռ առիթ կլինի այս մասին խոսելու։ Հիմա գանք պարոն Ավետիսյանին, Թադևոս Ավետիսյանին։ Պարոն Ավետիսյանը իհարկե մենք արդեն 6 տարի, չէ, 6 չկներեք, 3.5 տարի միասին աշխատում ենք ու այնպես չի, որ ինչ-որ նոր բաներ ասեց, բայց մի բանն եմ ուզում նշել։ Ուրեմն պարոն Ավետիսյանը ասում է, ինչու է 2018 թվականը ձեր հիմիկվա թվերը համեմատում 2018 թվականի հետ, ասում եմ, այդպես ավելի երևի հարմար է համեմատությունը ձեր օգտին է, ու մեզ փաստացի մեղադրում է մանիպուլյացիա անելու մեջ։ Հիմա ես կարդամ ինչ ասում պարոն Ավետիսյանը, ասում է, մեջբերում եմ էլի խոսքը, 2017 թվականին տնտեսական աճը 7.5% էր, իսկ 2018-ից 2024 թվականներին միջինում 5.5%, այսինքն 2%-ային կետով ավելի ցածր։ Հիմա որ պարոն Ավետիսյանը այստեղ լինի կհարցնեք, ասել ինչու է պարոն Ավետիսյան 2018 թվականը 2017 թվականը 1 տարին համեմատում 7 տարվա միջինի հետ։ Ավելի ճիշտ չէ լինի, եթե կոռեկտ եք ուզում համեմատեք, դուք էլ 2011-2017 թվականը համեմատեք, որովհետև այդ ժամանակ որ համեմատեիք, կստացվեր, որ ձեր մոտ միջինում տնտեսական աճը եղել է 4.2%, ավելի ցածր, քան վերջին 6-7 տարիների ընթացքում։ Այն դեպքում, երբ որ մենք ունեցել ենք COVID, ունեցել ենք պատերազմ, ու այս ամենի հետ, եթե նայում ենք, ունեցել ենք բավականին բարձր տնտեսական աճի տեղ։ Իսկ ինչու, օրինակ, չեք համեմատել 2016 թվականի հետ։ Միգուցե այն պատճառով, որ 2016 թվականին զրոյական տնտեսական աճ կար, իսկ միգուցե կաշխանդումային հանգամանքը, որ 2016 թվականին էկոնոմիկայի նախարարը Արծվիկ Մինասյանն էր, որ այն ժամանակ չէիք խոսում, ասենք 8%-անոց, 6%-անոց, 12%-անոց տնտեսական աճը խոշորացուցով նայում մեջը բան է գտնում, 0% տնտեսական աճ է ապահովել ժամանակին։ Կարեն Կարապետյանը ես հիշում եմ, երբ որ ընտրվել էր նոր վարչապետ, եկել էր առաջին անգամ ազգային ժողով, ասեցին տնտեսության վիճակը ոնց կգնահատեք, ասեց շատ ծանր։ Դուք էլ կհիշեք, դուք եք այն ժամանակ պաշտ, չափազանց ծանր։ Բայց այն ժամանակ ոնց չեք նկատում այս ամեն ինչը։ Ու այս ամենով հանդերձ մեզ մեղադրում եք մանիպուլյացիայի մեջ, ստի մեջ, չգիտեմ ինչի մեջ։ Էլի բաներ կան, որ կուզեի արձագանքել, ժամանակ ուղղակի հերիք չի անում, բայց ես մի բան չեմ հասկանում։ Քաղաքական ենթատեքստը, նպատակահարմարությունը հասկանում եմ, բայց մասնագիտական բաներ կան, որ ասում եք, մեծ մասը ձեզնից դասախոսներ են, գիտության թեկնածուներ են, կոլեգաներ ունեք, ուսանողներ ունեք, չեք մտածում, լավ լսում են այս մարդիկ, որ ձեզ լսում են, չեն մտածում, այս մարդիկ ինչ են խոսում։ Ոնց կարելի է համ քննադատել հարկեր ավելացնելը, համ քննադատել պետական պարտքը, համ էլ բերել նախագծեր կոչանել թոշակները անհամաչափ ավելացնել աշխատալ, բայց փողերը որտեղից։ Եթե տարեկան $2 միլիարդ ձեր խնայողություններից կամ ձեր հարազատների խնայողություններից բերեք տակ պետական բյուջեին, ասեք
եկեք սոցիալական ու այլ ծախսեր ավելացնենք, մեծ հաճույքով կանենք, բայց այդ երկուսը իրար հետ որ քննադատում եք, դա դիսոնանս է ստեղծում։ Թերևս այսքան է, էլի բաներ կար ասելու, եթե հետո վերջնական ամփոփիչ ելույթի հնարավորություն եղավ, մնացած մասին էլ կանդրադառնամ։ Շնորհակալություն, պարոն Աղազյան, ձեր թվերն էլ հանել էի, ուղղակի ժամանակ չեղավ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։